Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, յուրաքանչյուր ուրբաթ փորձագետների հետ քննարկում եւ վերլուծում ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Այսօր մեր հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Պարոն Սուրենյանց, վերլուծաբաններից մեկը կարևոր նկատառում է արել, որ Ճապոնիայի վարչապետը բառացիորեն օրերս ծաղկեպսակ է դրել այն օդաչուի գերեզմանին, որը ատոմային ռումբ է գցել Նագասակիի վրա։ Ու հետո այսպես քամահարանքով ասում եմ, այնպես որ չզարմանաք, երբ Փաշինյանը շուտով ծաղկեպսակներ դնի Թալիաթի գերեզմանին կամ ասենք Խոջալույի հուշարձանի առաջ։ Հիմա էլի երեկվա արդեն տրամաբանության ետևից գնանք, որը շարունակությունն է կարծես դրա, երբ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ասում է ինչու եք Արցախ ասում, Ղարաբաղը Ադրբեջանինն է, հետո էլ ձեզ վատ եք զգում, որ Հայաստանի տարածքներն ադրբեջանական անվանումներ են տալիս։ Եկեք բացենք ընդհանրապես այս ոչ հակասական վիճակի իրականում եւ հասկանանք, սա նշանակում է արդյոք Հայաստանի նկատմամբ ադրբեջանական տարածքների պահանջների լեգիտիմության այդ ամբողջական ճանաչում եւ արդյոք այդ դիվանագիտական ժեստը որ պահից է դառնում արդեն ավելի այսպես ազգային արժեհամակարգի զիջում, եթե կարող ենք այսպես ձևակերպել։ Տեսեք, ես Ճապոնիայի վարչապետի վարկագծին գնահատական չեմ տա, դրանով թող զբաղվի համեմատականներով Ճապոնիայի հասարակությունը։ Հասկացաք ինչ նկատիվն էին։ Ես ընդհանրապես կասեմ հետեւյալը, որ Նիկոլ Փաշինյանը ավելի հեռուն է գնացել, քան Ճապոնիայի վարչապետը։ Այդ առումով չգիտենք էլ ինչ կոնտեքստում է Ճապոնիայի վարչապետը նման քայլի գնացել, մեր մոտ պատերազմ է հայտարարված երրորդ հանրապետության քաղաքակրթական ինքնությանը։ Ամբողջ լայն տեմպով առաջ է գնում Հայաստանի ադրբեջանականացման կամ այդ արևմտյան Ադրբեջանի թեզը։ Օրերս ես նույնիսկ հրապարակում էի արել, շատ ծավալուն, որտեղ ոչ արևմտյան Ադրբեջանի շարժման նման մի նախաձեռնություն կա, որին ես մասնակցում եմ, այդ շարժման անունից ներկայացրել է թե ինչպիսի ինստիտուցիոնալ աշխատանքներ է Ադրբեջանը տանում, անկախ Ալեն Սիմոնյանը կամ մյուս Արցախ բառակասի, թե ոչ, առնվազն դեմոգրաֆիկ էքսպանսիայի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ իրականացնելու համար։ Պետական ստրուկտուրայի պես այդ արևմտյան Ադրբեջան ՀԿ-ն ֆինանսավորվում է նախագահի աշխատակազմի կողմից, հստակ աշխատանքի բաժանումներ կան, միջազգային հարթակներում են աշխատում եւ այդ տերմինը փորձում լեգիտիմացնել եւ այլն եւ այլն։ Եվ դա հնարավոր է դարձել ոչ միայն այն պատճառով, որ մենք պատերազմում պարտվել ենք, այլ նաեւ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը մեր քաղաքակրթական եւ քաղաքական ինքնությանը պատերազմ է հայտարարել։ Օրինակ, երկու ամենաթարմ դրվագը բերել, չնայած ես համոզված չեմ, որ հիմա երբ որ մենք զրուցում ենք, ինքը երրորդ, չորրորդ օրինակները չի տալիս։ Նա ազգային ժողովի ամբիոնից ընդամենը 2 օր առաջ կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ ասում է, որ 2020 թվականը եղել է գիտակցված զոհողություն։ Այո։ Սա նշանակում է, որ ոչ նախկինների քաղաքականությունն է հանգեցրել պատերազմի այս կստացված ժառանգությունը, ոչ պարզապես Նիկոլ Փաշինյանի ինչ-որ սխալ։ Կարող ենք համարել, որ պատասխանատվություն ինչ-որ առումով արդեն ստանձնեց։ Դե իհարկե հետո իրան հակասումակցման նախկինների ինչ-որ կառապնարաններից է խոսում, բայց այո, նա ասում է, գիտակցաբար գնացել եմ պատերազմի, որպեսզի պետականություն եւ անկախություն բերեմ։ Դե լավ, այս թեզը բանականության եւ տրամաբանության շրջանակներում քննելի չի։ Գիտեք, փաստերը շատ խոսուն են եւ փաստերը ամենազորեղ հանգամանքն են։ Պետությունը ձևավորվել է մեր 91 թվին եւ մենք պետություն ենք ունեցել եւ ինքնիշխանություն ենք ունեցել։ Որևէ համաշխարհային դեպք չեք կարող բերել, որ մահաբեր, կործանիչ, նվաստացուցիչ պարտությամբ ավարտված պատերազմը որևէ ժողովրդի բերել է
հաղթական սկիզբ։ Պարտությունը չի կարող վերականգնվել է պետք։ Այս զողողությունը լինել, այն առիթը լինել, որի համար գնացվի նման զողողություն։ Հետևաբար, սա մեկ հայտարարություն, որ մարդը ասում է, այս պատերազմի հերձիկ եմ եղել։ Երկրորդը երեք ավելի սարսափելի հայտարարություն արեց արդեն կառավարության նիստին հաջորդող բրիֆինգի ընթացքում, երբ որ ասեց Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ ներքաշել է ավանտյուրայի մեջ։ Սա ադրբեջանական նարատիվի լեգիտիմացում է, որտեղ ադրբեջանցիներն էին ասում, որ մեր արկածախնդրության հետևանքով է հայ-ադրբեջանական հակամարտությունը սկիզբ առել։ Այսինքն ոչ թե Հայաստանի արկածախնդրություն։ Այո, ոչ թե Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը, ցեղասպան քաղաքականությունը, ոչ թե Բաքուն ու Սումգայիթն են պատճառ դարձել եւ տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ոտնահարումը, այլ մի հատ ավանտյուրա, որի մեջ մեզ ներքաշել է ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը կամ ընդհանրապես Հայաստանի առաջին ղեկավարներ։ Իհարկե, այսքանից հետո Ադրբեջանը եւ փոխհատուցում է պահանջելու, եւ տարածքային պահանջներ է ներկայացնելու քողարկված կամ բացահայտ, եւ անկլավների վերադարձ է պահանջելու, եւ 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեզա մեջտեղ բերելու։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով ուղղակի նվեր է արել Բաքվին։ Գիտեք, երբ որ մեկ անգամ է նման հայտարարություն հնչում, կարող ենք դա թյուրիմացություն համարել, սխալ ձևակերպում համարել, բայց այս բոլոր հայտարարություններին զուգակցեք այլ բանել։ Սա նույն մարդն է, որը մեր հռչակագիրը կոնֆլիկտացին է համարում։ Սա դա անկախության մասին փաստաթուղթ չի, կոնֆլիկտի մասին փաստաթուղթ է։ Շատ պարզ տեղի ունենում Հայաստանի Հանրապետության ադրբեջանականացում, դա ռեալ պոլիտիկի հետ ընդհանրապես կապ չունի։ Այնինչ անում է Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար ինձ թույլ կտամ ասել, որ Ճապոնիայի վարչապետը դասընթացներ նույնիսկ պիտի անցնի Նիկոլ Փաշինյանի մոտ, եթե որոշել է Ճապոնիայի քաղաքակրթական կամ քաղաքական ինքնության դեմ ինչ-որ բան անել։ Պարոն Սուրենյանց հիշեցի, քանի որ ազգային ժողովը հիշատակեցիք, երեք ընդդիմադիրներից մեկը շատ լավ էսպես փաստերով արդեն որ ասում է պատերազմ կլինի, պատերազմ չի լինի, դուք եկաք պատերազմ եղավ, մենք գանք պատերազմ չի լինի, այդ բացեց Քրիստինե Վարդանյանը կոնկրետ, որ ամբյոնից ասեց անընդհատ ասում եք, եթե մենք չլինենք, պատերազմ կլինի, հենց տեսեք դուք քանի տարի է արդեն գոյություն ունեք, 8 տարի եւ 3 պատերազմ եք բերել Հայաստանի գլխին։ Հիմա Արցախի կորստին անդրադառնանք, որովհետեւ Արցախ տերմինի մերժումը անվան մերժումը, այսինքն քո պատմության, քո արմատների, քո ինքնագնահատականի նույնիսկ քո ինքնարժեքի մերժումը արդեն տանում է դեպի ինչի ինքնության քայքայման։ Տեսեք, ինքը մի հատ կեղծ թեզ է դրել։ Թե վախենում է ներողություն, էլի Ալիևն ասա, որ Արցախը պետք է մերժել, Իհարկե, Արցախ բարի վրա տաբու կա, ետ կներեք։ Այստեղ գլոբալ կանք, հա, հարցին պատասխանելուց։ Ինքը մի հատ կեղծ թեզ է հորինել, իբրև թե Դե դրանով Ղարաբաղյան շարժում են գեներացնում ընդդիմադիր։ Այո։ Հիմնական ուժերը ինքն էլ են մարդն է, որ որոշել է Ղարաբաղյան շարժումը ընդհատել մեծ պետականություն նվիրելու համար։ Ուրեմն ընդդիմադիրները այլ բան են ֆիքսում, որ Արցախը կործանվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով։ Բայց 2023 թվականից հետո որևէ մագիստրալ ընդդիմադիր քաղաքական ուժ, հատկապես են 3 քաղաքական բևեռները, որոնց մասին խոսում է Փաշինյանը, Ղարաբաղյան շարժում գեներացնելու ուղղությամբ որևէ քայլ չեն արել։ Մարդիկ ռեալիստ են եւ հասկացել են, որ ներկա իրավիճակում ուղղակի արկածախնդրություն կլինի Ղարաբաղյան շարժում վերակենդանացնել։ Մեկը ես ավելին համարել եմ ես, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական առումով ցավոք սրտի փակված է, կան հումանիտար խնդիրներ,
Արցախի ժողովրդի հետ կապված։ Նույնիսկ արցախցիների վերադարձի հարցը ընդդիմադիր առաջատար ուժերի օրակարգում ներառված չի։ Նույնիսկ ընդդիմադիր 3 այդ ազդեցիկ միավորումները հայտարարել են, որ իշխանության գալու պարագայում հավատարիմ են մնալու Հայաստանի միջազգային պարտավորություններին, եթե նույնիսկ այդ պարտավորությունները իմաստնավորի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կամ թրիփը մեր կողմից քննադատվում է օբյեկտիվորեն, դա կապ չունի։ Շատ վատ բանակցված փաստաթղթեր են, Հայաստանի շահերը անտեսված են, բայց չենք կարող մենք գոյություն ունեցող իրողությունները անտեսել։ Երբ որ մենք ասում ենք, որ նոյեմբերի 9-ի եւ թրիփի ինչ-որ կարգավորումներից պիտի օգտվենք Հայաստանի բանակցային դիրքերը ուժեղացնելու համար, դա չի նշանակում, որ մենք վերաբանակցելու պահանջ ենք դնում։ Երբ որ մենք ասում ենք, որ խաղաղության պայմանագիրը հենց այս տեքստը, որը բանակցվել նախաստորագրվել է, կստորագրենք, բայց դա պիտի ինստիտուցիոնալ եւ ուժեղ փաստաթուղթ կարող է լինել երաշխավոր ինստիտուցիոնալ խաղաղություն, եթե միջազգային երաշխիքներում միջնորդել լինեն, դա չի նշանակում վերաբանակցել եւ զրոյական կետից սկսել։ Այսինքն այստեղ մի հատ մեծ մանիպուլյացիա է, երբ ինքը մարդկանց վերագրում է մի բան, որը մարդիկ չեն ասել, կոնկրետ դեպքում ընդդիմադիրները։ Հիմա գանք այն մյուս մասին։ Երբ որ գիտական հետազոտության առարկա է դառնում Արցախի թեման, երբ որ մենք խոսում ենք արցախահայերի իրավունքների մասին, ընդ որում այդ իրավունքները կարող է լինել գլոբալի առումով թե իրենց գույքի փոխհատուցման գումար ստանալը, առհասարակ, այո, եւ թե բազմաթիվ այլ խնդիրներ կամ գերիների վերադարձը, դա բացարձակապես ռևանշիզմի դրսևորում չի։ Գիտական հետազոտություն Արցախի թեմայով, դա ռևանշիզմի դրսևորում չի, դա հենց գիտական հետազոտություն է։ Ակադեմիական միջավայրում Արցախի մասին հետազոտությունը, խորանից հնչած խոսքը Արցախի մասին, չեն կարող պատերազմի առիթ դառնալ, սա ծիծաղելի է նույնիսկ։ Չի կարող խաղաղություն եւ պատերազմ հարցը կապված լինել որևէ երկրում ներքաղաքական ստատուս քվոյի փոփոխությամբ, օրինակ իշխանության փոփոխությամբ։ Ուրեմն չկա նման խաղաղություն։ Գոյություն չունի խաղաղություն։ Եթե պիտի մի իշխանափոխության հետ, բայկը մեծաբերան, մեծախոս ճառեր էր ասում այն մասին, որ թրիփից հետո այլևս խաղաղություն անշրջելի է, երաշխավորված է, հիշում եք, չէ՞ ինչ էր ասում։ Իհարկե։ Որ մենք մի հատ իրականություն ենք մտել, որ աննախադեպ է, բանից պարզա ոչ մի իրականություն էլ չենք մտել։ Խաղաղության միակ երաշխիքը փաստորեն ըստ Նիկոլ Փաշինյանի նոր ռետորաբանության, Ալիևի այսպես կոչված մեծահոգությունն է, ու Հայաստանի իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանի գոյությունը։ Դուք դες խաղաղություն եք տեսել։ Օրինակ, լսել եք Նույնը այնտեղ է։ երկու հակամարտ երկրների հարաբերություն, որոնք արդեն խաղաղության փուլ են մտել։ Օրինակ, աբսուրդ չէ կրներ, որ ասեն սովետական միությունը ասեր, քանի որ Գերմանիայում ընտրություններ է, դրանց արդյունքից կախված կարող է պատերազմ լինել։ Լավ, կներեք, բայց իսկապես Նույնիսկ նշելով կոնկրետ ժամկետը երբ կարող է լինել։ Դա շատ պարզ մանիպուլյացիա է, ինքը Ալիևին մեսիջ է ուղարկում, որ ես պատրաստ եմ սահմանադրության փոփոխության գնալ, դու երաշխավորի իմ իշխանության վերարտադրությունը կամ նույնիսկ սահմանադրական մեծամասնություն ձեռք բերելը։ Այսքան բան։ Դրա փոխարեն կստանաս հաջորդ։ Դրա փոխարեն շատ պարզ է, 2/3 ուզում են սահմանադրությունը փոխելու համար։ Գանք էլի թրիփի նախագծին, պարոն Սուրենյան, Արման Թաթոնը հայտարարեց, որ 25 թվականի գարնանը արդեն ԱՄՆ հետախուզության համաձայն պարզ էր, որ Սյունիքի կողմից հարձակում է լինելու, Ադրբեջանը հարձակում է անելու Սյունիքի կողմից, այդ տվյալները
տրամադրվել էին արդեն Փաշինյանին, գիտեինք դրա համար, այսպես հապճեպ թրիփ նախագիծը կատարվեց ու իբրև ԱՄՆ-ի միջամտությունը մեզ փրկեց այս բաղահաս պատերազմից։ Հիմա զուգահեռաբար նա քննադատում է իհարկե Փաշինյանի իշխանությանը, պնդելով, որ այդ զիջումների քաղաքականությունը ոչ թե նվազեցնում, այլ մեծացնում է նոր ագրեսիայի վտանգը ու հիմա նաև շեշտեց այդ սահմանադրական փոփոխությունների առանցքը, որ պայմանավորված են Ադրբեջանի ճշմամբ իհարկե։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները կանխել է 25 թվականի մարտի հայ-ադրբեջանական այդ բախումը, ինչպես ինքն է ասում, ինչու Հայաստանը այդ մասին ասենց հանրայնորեն լրես չէ, որ դա էր հերթական sense չեփուհարելու թմբուկահարելու բան էլի, թմբկահարելով, որ տեսեք, մենք կանխեցինք, մենք էլի կանխեցինք, իսկ նախկինները կգան էլի պատերազմ։ Եթե այս պարոն Թաթոյանի հայտարարությունը ճիշտ է, նշանակում է պատերազմի հարկադրանքով Հայաստանի ստիպել են համաձայնել մի հատ նախագծի, որը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Ամերիկանը ստիպել Ադրբեջանի ուզելով։ Ամեն դեպքում տեղի ունեցել պատերազմի հարկադրանք եւ Միացյալ Նահանգները այս պարագայում ոչ թե ճնշումա գործադրել Ադրբեջանի վրա, որ շանտաժի քաղաքականությունից հրաժարվի, այլ ճնշումա գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նշաձող հայ-ադրբեջանական հարաբերություններում մի մակարդակ իջեցվի։ Եթե այս հայտարարությունը ճիշտ է, դա ամենառացիոնալ միջամտության մասին չի խոսում։ Խոսում է այն մասին, որ մենք հերթական զիջումն ենք արել Ադրբեջանի պատերազմի շանտաժի համատեքստում եւ միջնորդներից մեկի կամ միջամտող երկրներից մեկի ղեկավարության հորդորով հայ-ադրբեջանական հարաբերություններում մեր նշաձողը մեկ աշճանել ենք իջեցրել։ Սուրինյաց, բայց չեք տեսնում դուք էլ որպես վերլուծաբան, քաղաքագետ, որ Թրամփին իրականում մեր տարածաշրջանը մանավանդ այս պահին իսկապես հետաքրքիր չէ։ Երբեք չի հետաքրքրել, իսկ հիմա նույնիսկ Թրամփը դեակտուալ է։ Հա, շատ դեակտուալ է ու Փաշինյանն էլ ինչ որ ճեպազրույցներից մեկի ժամանակ ասեց՝ միգուցե այս պահին դե էս չէ, ինչ։ Բերանից թրցրեց, հետո ուշ էր արդեն, հիմա ինչ էլ ասի, ակնհայտորեն ասեց, որ այլևս Միացյալ Նահանգների համար դա առաջնահերթություն չի։ Բայց դա ակնհայտ է, չէ՞։ Ի սկզբանե Միացյալ Նահանգներին չի հետաքրքրել ոչ Հայաստանի անվտանգությունը, ոչ Ադրբեջանի օրակարգը, դե բնականաբար ոչ էլ Հայաստանի օրակարգը։ Նրա խնդիրը կենտրոնական Ասիայի ռեսուրսները Իրանը եւ Ռուսաստանը շրջանցելով Եվրոպա հասցնելն էր։ Թրիփը հենց դրա մասին է, Ադրբեջանն ու Թուրքիան էլ օգտվելով ամերիկյան ծրագրերից իրականություն են դարձնում Թուրանի ծրագիրը, բացահայտորեն երեք Ուրալ օղլուն Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ նախագիծը կյանքի կոչելու համար իրենք տվել են Կարս Նախիջևան երկաթուղու մեկնարկը, առաջիկա 5 տարում Հայաստան աշխատանքները կանի եւ այլն։ Իրանք իրենց հատվածն ավարտել են արդեն, էդ էլ կար։ Այո, իսկ Իրանի պատերազմից հետո թարապես ակնհայտորեն այդ թրիփի հեռանկարը մշուշի մեջ թաղվել է, որտեվ հիպոթետիկ ընդունենք, չնայած դրա հեռանկարը չի երևում, եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հաղթեն, թրիփը այլևս չի ունենալու այն ակտուալությունը, ինչը ուներ ամերիկացիների համար միջև այս պատերազմը։ Այդ նշանակում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի գայթակղությունը մեծացնելու է, որ հենց իրենք իրենց ձևով բացեն այդ ճանապարհը։ Իսկ եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ռազմավարական պարտություն կրեն, ինչի հավանականությունը չափազանց մեծ է այս պատերազմում, Իրանը ուղղակի թույլ չի տա իր քթի տակ նման նախագծի իրականացում։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը այլ առասպել կամ հեքիաթ պետք է մոգոնի, թրիփը այլևս ակտուալ չի։ Էլի Արցախի հարցով պետք է մի բան այնտեղ պակաս մնաց բացառեցինք, չբացառեցինք, հիմա Իշխան Սաղաթելյանն էլ պնդում էր, եթե չեմ սխալվում 3 թե 4 օրը, որ Ալիևը հարձակվում է միայն այն դեպքում, երբ չունի դիմադրություն եւ վստահ է, որ ասես առհասարակ ամեն ինչ սկուտեղի վրա մատուցվելու է։ Հիմա 23 թվականի Արցախի հանձնումը հնարավոր դարձավ ըստ նրա, քանի որ Հայաստանի իշխանությունները
փաստացի չմիջամտելու երաշխիք են տվել։ Սա ինչի մասին է Դե խոսում։ բնա դա այնքան ակնհայտ է, չմիջամտելու մեխանիզմը 2022 թվականի հոկտեմբերի 6-ը այս չմիջամտելու երաշխիքն է, այսինքն երբ որ դու գնում ես, որպես հակամարտող կողմ, պրայմ ճանաչում ես ունիտար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Պրոհամ ես չեմ ճանաչում։ Դե ինքը գիտեք, ինքը կարա ասին թարապես հիմա գարուն չի, մենք սխալվել ենք կամ այդ սովետական հայրենասիրական մոդելով ենք համարել, որ հիմա գարուն է, կարա ինչ անհեթեթություն ասի, ասի, չնշանակում գնացել եմ ճանաչել եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ու գնացել ես Արցախը ճանաչել ես ունիտար Ադրբեջանի մաս։ Եվ ասել ես, որ այլևս Արցախի հարցում Ադրբեջանի հետ որևէ հակամարտություն չունես։ Դա էլ դարձել է տրիգեր, որպեսզի նրանք անմիջապես մեկ ամիս հետո սկսեն Արցախի տոտալ շրջափակումը, որը ի վերջո հանգեցրեց 2023 թվականի այդ էթնիկ զտմանը։ Բնականաբար պատերազմ, որպեսզի հակառակորդ պետությունը սկսի, պետք է հստակ պատկերացում ունենա, որ մեզ գին չի վճարելու այդ պատերազմի համար։ Բնականաբար պատերազմ սկսող ագրեսորին պետք է, որպեսզի հակառակորդ երկիրը դիմադրության ռեսուրս չունենա, մեզ գին չպարտադրի իրեն եւ միջազգային բարենպաստ գործոններ լինեն։ Դա բացարձակապես Հայաստանի ընտրական ցիկլի հետ կապված խնդիր չի։ Իսկ երբ որ ասում եմ մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից, բան Սուրենյանց նոր քիչ առաջ ասիկ նրա իբրև հայրենասիրության մոդելը այսպես ներարկում։ Հիմա ասում է Ստալինի սապոգի հայրենասիրական մոդելից ենք հրաժարվում, որովհետև մեր ինքնությունը մեր պետությունն է ու իրական Հայաստանի այդ գաղափարն է էլի իր տարածում, որ ինքնությանը վերաբերող հարցի պատասխանն է։ Այս ամեն ինչը արվում է մեկ նպատակով, որպեսզի նա փորձի խուսափել 44-օրյա պատերազմի սանձազերծման եւ պատասխանատվությունից։ Ինքը այնքան պրիմիտիվ պատկերացումներ ունի քաղաքակրթական ինքնության մասին, որ եթե հիմա ես մտնեմ բովանդակային պոլեմիկայի մեջ եւ ձեր հետևորդների ինտելեկտը կվիրավորեմ եւ առավել եւս իմ, ինքը ընդհանրապես կամ ինչա նշանակում բերել մի հատորյակ կոնտեքստից դուրս մի պարբերություն դուրս գրել, այդ Լեոյի հատորների մասին է եւ մատի փաթաթան դարձել, ինչ որ մեկ իրան հուշել է, կոպիտ ասած բանալին տվել է, բայց չգիտի առանց նյութի բովանդակությանը Նիկոլ Փաշինյանի քաջածանով դարձնելու։ Այո, սովետական իրականությունն էլ է մեր ինքնության մի մաս եւ եթե նույնիսկ բազմաթիվ դատապարտելի բաներ կան սովետական իրականության մեջ, դա կներեք այնպիսի պրիմիտիվ, գեղշկական, գավառական, պրովինցիալ մակարդակով չի կարելի անել, ինչպես անում է եւ հակագիտական ամենակարևորը Նիկոլ Փաշինյանը։ Դե այս մոտեցումը ըստ ձեզ բավարար է ազգային անվտանգությունն ապահովելու համար, հատկապես այս պայմաններում մի պարտակին սպառնալիքը։ Ազգային անվտանգության մասին է խոսքը։ Չի, դաշնակիցներին զրոյացնելով ազգային անվտանգությունն են ապահովում։ Դաշնակիցներին զրոյացնելով, հակառակորդի բոլոր պայմանները ապահովելով, անվտանգային միջավայրը խարխլելով շարունակական կապիտուլյացիայի հող ես, պարարտ հող ես նախապատրաստում, ոչ թե երաշխավորված խաղաղություն ես ապահովում։ Տեսեք, այդ ճեպազրույցի ժամանակ ասես նաև պատմում էր ինչ-որ հիշողության անդրադարձա, որ 18 թվականի հեղափոխության օրին Հայաստանում հավատարմագրված դեսպանների իրեն հրավիրել էին հանդիպան ու ասել, որ պատրաստ են միջնորդ լինել հեղափոխականների եւ իշխանության միջև, ինքն էլ պատասխանել է, որ իշխանությունը Հայաստանի ժողովրդինն է։ Հիմա էլ պնդում է, որ խաղաղության երաշխավոր կա եւ այդ խաղաղության երաշխավորը հայ ժողովուրդն է։ Այսինքն էլի պատասխանատվությունը գնում է ժողովրդի վրա։ Հա, բայց գնացին իրենց գործին կպա։ Դեսպաններին է այդպես ասել է։ 2018-20 թվերին բոլոր միջնորդները իր արկածախնդրության պատճառով գնացին կպան իրենց գործերին։ Կանաչ լույս վառելով Ադրբեջանի ռազմատենչ օրակարգերի համար։ Այդ բարձա, բայց հիմա ինքը էլի հերթական անգամ պատասխանատվությունը դնում է ժողովրդի ուսերին։ Ժողովուրդը չի, լսեք, ուժային դիսբալանսի պայմաններում, երբ որ հակառակորդը անգամներով քեզ գերազանցում է, դեմոգրաֆիկ առումով, ռազմական առումով, լոգիստիկ առումով, ուրեմն տնտեսության հնայի չափով եւ այլն, ուժային
Բալանսի շատ մեծ խզում կա։ Այդ պայմաններում չի կարող առանց միջնորդների եւ առանց միջազգային երաշխիքների խաղաղություն լինել։ Այդ պարագայում դու կամ պիտի կատարես հաղթող կողմի բոլոր պայմանները եւ նա մեծահոգաբար քեզ խաղաղություն նվիրի էլի ճակերտների մեջ կամ մշտապես պատերազմի ու էսկալացիայի վտանգը կախված է գլխիդ։ Կատարում է, էլի պարոն Սուրենյան, դա խաղաղություն չի։ այլ ընտրության հարցում։ Լավագույն դեպքում մենք ունենք չպատերազմի ռեժիմ, որը խառնել խաղաղության հետ, շփոթել խաղաղության հետ, նշանակում է ոչինչ չհասկանալ միջազգային հարաբերություններից։ Չպատերազմի ռեժիմ։ Դա խաղաղություն է չի։ Ուղղակի չպատերազմի։ Հա, որովհետև տեսեք, ինքը խոսում է, որ մեկը գալու է այսա պատերազմ բերի, այն պարագայում, երբ որ խաղաղության փաստաթուղթեր չկա, իբր դու խաղաղություն ես բերել, ուրիշներն էլ գալիս են ուրիշների գալու սպառնում է պատերազմի վերսկսմամբ, հա։ Տեսեք, բայց հիմա մի այսպիսի իրավիճակ էլ կա մեր տարածաշրջանում, Իրանը նկատի ունեմ, երևի սրանով էլ կամփոփենք հարցազրույցը, Իրանի շուրջ ընթացող իրադարձությունները արդեն կարող են ստեղծել մի իրավիճակ, երբ որ հետ վերադառնանք էլի 44 օրեն, որ Ադրբեջանը ստիպված կլինի վերադարձնել իր պարտքերը Իսրայելին, որովհետև 44 օրերի ժամանակին իրենք լավ համագործակցել են։ Ժամանակ գին կուզի բնականաբար։ Այս իրավիճակում Ադրբեջանի այդ ընդդիմությունը կարող է այսպես բաներ կարդացել եմ, լսել եմ վերլուծաբանների կողմից, որ ոտքի կանգնել ու իբրև խանգարել Ալիևին բացահայտ հակաիրանական քայլեր ձեռնարկել, բայց Իսրայելը ամենայն հավանականությամբ հետևողական կլինի ու պարտքը կստանա այս գործընթացում։ Հիմա երբ տարածաշրջանում իրադարձությունները զարգանում են sense հրթիռային արագությամբ, հնարավոր է, որ ինչ որ պահի էլի ասում եմ հիպոթետիկ, բայց Ադրբեջանում իշխանափոխություն լինի, ենթադրենք, եւ դա տեղի ունենա մինչեւ Հայաստանը սպասվող ընտրությունները։ Իհարկե հնարավոր չի։ Ադրբեջանում իշխանափոխության որևէ հիմքեր չկան, այդ թեման փակենք։ Երկրորդը, իսկապես Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի պատերազմը խիստ մտահոգիչ է, որովհետեւ դրա աշխարհագրության եւ խորքի ընդլայնումը կարող է բերել նրան, որ մեր տարածաշրջանը ներքաշվի, ուղղակիորեն ներքաշվի պատերազմական գործողությունների մեջ։ Եթե հրթիռները հասնում են արդեն Նիկական օվկիանոս, որը 4000 հազարավոր կիլոմետրներ հեռու է Իրանից, կարող է հասնել։ Իհարկե, եթե Լոնդոն ու Փարիզ կարող են հասնել, միանշանակ դրանք կարող են հասնել նաեւ սա մեկ, երկրորդը, Ադրբեջանը չի միջամտելու Իրանի պատերազմին, քանի դեռ երկու բանում վստահ չի, որ Իրանի ռեժիմը սասանվում է եւ անկման հավանականություն կա եւ երկրորդը, որ Իրանի տարածքային ամբողջականությունը վտանգի տակ է։ Ուրեմն այս երկուսից մեկի արկայության դեպքում Ադրբեջանը կմիջամտի պատերազմին եւ դրա դիմաց գին կպահանջի, այդ գինն էլ վճարողը Հայաստանն է լինելու։ Եթե Ալիևը երաշխիքներ չունենա, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմը նրանց ստրատեգիական հաղթանակով է ավարտվելու, ինքը երբեք չի միջամտելու Իրանի դեմ պատերազմի։ Սա վստահ եղեք։ Բաքվում ի դժբախտություն մեզ արկածախնդիր չի նստած իշխանության վրա։ Այնտեղ Թուրքիայի գործոնել կա, բայց եւ Թուրքիայի գործոն կա, եւ Թուրքիայի գործոն կա, Թուրքիան ամեն կերպ փորձելու է Բաքվին հեռու պահել միջամտությունից երկու պատճառով։ Իրանի պարտությունը չի բխում Թուրքիայի շահերից։ Դա մի կողմից մերձավոր արևելքում բերելու է Իսրայելի դոմինիզացիային, մյուս կողմից ակտիվացնելու է քրդական գործոնը, որ ուղղակի սպառնալիք է Թուրքիայում։ Հետևաբար շատ մոտ ապագայում մի սպասեք, որ Ադրբեջանը ուղիղ միջամտելու է Իրանի դեմ պատերազմին։ Այլ խնդիր, որ եթե էսկալացիան խորանա այն աշճանի, այն մակարդակի, որ բոլորը տուրբուլենտության մակարդակը ավելի բարձրանա, Ադրբեջանը կարող է առիթավորվել եւ մասնավորապես Սյունիքի ուղղությամբ ոտնձգություն կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Օրինակ, կարող է ասել, քանի որ Իրանում
պայթունավտանգ իրավիճակ է եւ Իրանի ճանապարհով չի կարողանում հաղորդակցվել Նախիջևանի հետ, որոշել է բացել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան տանող ճանապարհը։ Այդ վտանգը կա, բայց էլի գամ ձեր առաջին հարցին, ինչպես տեսնում եք, այդ վտանգը ինչի մասին մենք հիմա խոսում ենք, որևէ աղերս չունի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների կամ դրանցում ընդդիմության հնարավոր հաղթանակի հետ։ Լավ, ինչպես անենք մենք էլ մեր լսարանի համար առհասարակ ժողովուրդ միշտ ասում են ժողովուրդ դուք եք մեղավոր, միակ երաշխավորը դուք եք խաղաղության, որ ժողովուրդը պատերազմ ասվածից չվախենա, որ երբ հնչում է պատերազմ տերմինը, ինչ որ առումով մենք փոքր վերլուծություն թող վախենա, բայց պատերազմի հոմանիշը Նիկոլ Փաշինյանն է։ Պատերազմ եւ Նիկոլ Փաշինյան բառերը հոմանիշներ են, որովհետեւ նա 3 պատերազմ է բերել եւ ընդհանրապես իր ուղեղում եւ վարքագծում турբուլենտությունը անպակաս է, եւ հենց այդ турբուլենտությունն է, որ բերում է պատերազմի, եւ եթե ժողովուրդը ուզում է խաղաղություն, ինքնիշխանություն եւ Հայաստանի պահպանում գոնե տարածքային այս պարամետրերում, տեսեք ինչ համես նշաձող եմ դնում։ Հունիսի 7-ին պարտավոր է քվեարկել ընդդիմադիր որևէ ուժի օգտին։ Պալիտրան ընտրության հնարավորությունները շատ մեծ են։ Եթե դուք ուզում եք անդադ ցնցումներ, սիրելի հայրենակիցներ, նորանոր ազգային արավիրքներ եւ պատերազմ, քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին։ Բայց սոցհարցումների համաձայն վիճակագրության համաձայն ինչ պատկեր է, պարոն Սուրենյան, ընտրողը գալու է, առհասարակ լինելու է, ընտրողի մասնակցությունը հենց այդ առումով, որովհետև չեն հավատում։ Դուք գլխավոր հարցն եք դնում։ Ընդդիմության առաջիկա 2 ամսում գլխավոր խնդիրը, գլխավոր ինտրիգ ընտրությունների հենց դա է։ Ընդդիմությանը կարող է հաջողվել դեղամաս բերել ընտրողների բարձր թիվ մասնակցություն ապահովել մակարդակ։ Եթե 1.350.000-ը գերազանցող ընտրողներ կան, այդ պարագայում վստահ եղեք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռանալու է։ Եթե այս ապացիկ վիճակը շարունակվի եւ ընտրողների թիվը չգերազանցի, ասենք 1.100.000-ը, ցավոք սրտի ձեր մռայլ կանխատեսումը իրականություն է դառնում։ Դե ոչ թե մռայլ է, այլ իրական, պարոն Սուրենյան։ Դե ես ասում, գլխավոր ինտրիգին դուք եկեք գլխավոր ինտրիգին, ես էլ ասում եմ, դերևս 2 ամիս ժամանակ կա եւ ընդդիմությունը կարող է որակապես իրավիճակ փոխել։ Այսինքն դուք բացառում եք կեղծիքները անգամ մասնակցության դեպքում ժողովրդի ու այդ բացարձակապես չեմ բացառում, բայց եթե մեծ մասնակցություն եղավ, կեղծիքները բերելու են հեղափոխություն։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, Telegram-ում, միացեք մեր Patreon-ին շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։